Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ պետք է նշենք, որ դեկտեմբերի 3-ին հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա նվիրված հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մենակատարներ դաշնակահար Լևոն Կարապետյանի եւ ջութակահար Լուսինա Սարգսյանի մասնակցությամբ։ Համերգի եւ ընդհանուր գործունեության մասին կխոսենք Ֆրանսիայի ժամանած մեր հյուրի հետ, դաշնակահար Լևոն Կարապետյանի Բարի բարարավոտ։ Bonjour. Comment ça? Comment ça va? Merci. Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Լևոն, դուք այն մարդկանցից եք, ով բեմ է բարձրացել տարբեր պրոֆեսիոնալ տաղանդավոր երաժիշտների հետ։ Բարձրացել եք տարբեր բեմեր, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում, հայրենիքում ելույթ ունենալը ձեր համար մի ուրիշ զգացողություն է եւ չի կարող համեմատվել Ֆրանսիայի ցանկացած քաղաքում տեղի ունեցող համերգի կամ ցանկացած այլ միջոցառման հետ։ Հայրենիքում ելույթը ձեր համար իմ կարծիքով շատ ոգևորիչ է։ Միանշանակ իհարկե։ Ինչ զգացողություն է, արդյոք դա ճիշտ եմ նկատել թե ոչ։ Ճիշտ եք նկատել, դե նախ հիշում ես այն հուշերը, որ դու ապրել ես տարիների հետ, որի հետ որ ես մեծացել եմ, այդ ամենն եմ հիշում, այդ ջերմությունը, այդ իմ ուսանողական կյանքը, դպրոցը եւ վերջիվերջո հայը ու կնդիրը շատ պատասխանատու է, շատ պահանջկոտ է եւ շատ կմահաճ է։ Այնպես որ շատ պատասխանատու համերգ է առաջիկայում ամսի 4-ին եւ նաեւ քանի որ Լուսինեն մի փոքր վատ առողջ էր, այսօր չեկավ։ Առողջություն ենք մաղթում նրան, իրեն էլ շնորհակալ եմ շատ, կուզենեմ որ իր մասին էլ ասեմ մի փոքր, որ ինքը 7 միջազգային մրցույթի դափնեկիր է, նվագել է շատ բեմերում նույնպես, Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկի հետ, Բերլինի սիմֆոնիկի հետ, Չեխիայի 75 ջութակի կոնցերտ է, ներառում իր ռեպերտուարը 300 պիես, Վերջերս Իսպանիայից մրցանակով է վերադարձել Grand Prix եւ աշխարհի մակարդակով ասեմ, որ դաշնակահարներ, երգիչ, երգահաններ շատ կան, բայց գույր ջութակահար գրեթե չկա, ես մեկը չեմ լսել եւ դեկտեմբերի 4-ին նվագելու է Խաչատրյանի ջութակի կոնցերտը եւ շատ հետաքրքիր համերգ է լինելու, ես Բեթհովենի 4-րդ կոնցերտն եմ նվագելու, Լուսինե Խաչատրյանի ջութակի կոնցերտը տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործություններ են հնչելու, այնպես որ հանդիսատեսի համար սա կարծում եմ շատ մեծ առիթ է մասնակցելու, լավ առիթ է լսելու թե հայկական, թե գերմանական երաժշտությունը, Բեթհովեն, այնուհետ Արամ Խաչատրյան, այնպես որ բոլորին մեծ սիրով ես, Լուսինեն, ամբողջ նվագախումբը եւ մայստրո պարոն Դուրգարյանի անունից էլ ուզում եմ ասեմ, որ հրավիրում ենք այս համերգին։ Շնորհակալ ենք շատ։ Առողջություն մաղթենք Լուսինենը։ Այո, իսկ Լևոն ջան, ինչ է ձեզ համար նշանակում հանդես գալ հենց այս օրվա կապակցությամբ։ Ներողություն, բայց ես կարծում եմ, որ համերգները պետք է ոչ թե հենց այսօրով լինեն, այլ տարվա կտրվածք ոչ թե պիտի հենց դեկտեմբերի 3-ին միշտ, այլ տարվա ուրիշ օրերին պետք է։ Միշտ էլ պետք է լինեն, իհարկե կան սիմֆոնիկ համերգներ, բայց իհարկե հաշմանդամություն ունեցող անձանց համար, որ սա առանձին կազմակերպել է պարոն Դուրգարյանը, ես անչափ շնորհակալ եմ նվագախմբից, մայստրոյից, բայց ինչպես դուք եք ասում, ես հույսով եմ, որ այո, մասսայական բնույթ կունենա եւ տարվա մեջ էլ անպայման կլինեն այս ամենը կշարունակվի։ Դեռ 13 տարի առաջ սիմֆոնիկի հետ, պարոն Դուրգարյանի գլխավորությամբ դուք ունեցաք կրկին շատ ֆանտաստիկ համերգ, ինչով է տարբերվելու հա ձեր համար։ Դե 13 տարվա տարբերություն միանշանակ դուք էլ ավելի մեծ փորձ եք ձեռք բերել, էլ ավելի մեծ գիտելիք, միանշանակ։ Ինչով է տարբերվելու ձեր համար 13 տարի անց կրկին բեմում նույն ֆանտաստիկ տաղանդավոր մարդկանց հետ։ Դե ավելի մեծ փորձ ունեմ ես եւ տարիներ են անցել, նախ ստեղծագործությունն է տարբեր, արդեն այն ժամանակ մենք նվագել ենք Բեթհովենի 3-րդ կոնցերտը, իսկ հիմա 4-րդ, նա մինորի մեջ էր, սա մաժորի մեջ է, լրիվ ուրիշ կոնցերտ է սա, ինքը գրվել է այնպիսի շրջանում Բեթհովենը գրել, որ 3-րդ, 4-րդ կոնցերտը ավելի կարծես բանալի լինի
այն շրջանի մինչև Բեթհովեն եւ այնուհետ Շուբերտ, Շոպեն, Լիստ, կարծես բանալի լինի ռոմանտիկ երաժշտության հետ կապ լինի եւ մինչ այդ ինքը բավականին այդ կապը պահելն էլ է շատ դժվար կատարելը։ Ինքը բարդ կոնցերտ է, շատ մոտ 40 րոպե տևում է։ Լևոն, իսկ ինչպես է ընթանում ձեր համագործակցությունը Սպենդիարյանի անվան սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ճիշտն ասած, ես անցյալ տարի այս կոնցերտը Բեթհովենի 4 նվագել եմ Պրահայում Կարլով Իվարի օրկեստրի հետ։ Իդեպ ասեմ, որ Արամ Խաչատրյանն էլ է այդ օրկեստրին ղեկավարել, այդ օրկեստրը ղեկավարել, դիրիժոր եղել եւ իր ստեղծագործություններն էլ է նվագել օրկեստրը եւ այնտեղ ես նվագեցի, այնուհետ միշտ եղել է կապը պարոն Դուրգարյանի հետ, շփումը եւ ես ձայնագրություն ուղարկեցի պարոն Դուրգարյանին եւ ինքը սիրով համաձայնեց, որ այս համերգը լինի։ Պարոն Կարապետյան, ես գիտեմ, որ դուք նաև նպատակ ունեք Եվրոպայում, իսկ ավելի կոնկրետ Ֆրանսիայում, հնարավորինս պրոպագանդելու Խաչատուրյանին։ Ինչու՞։ Այսինքն նրա ստեղծագործություններին շատ քիչ են ծանոթ այնտեղ։ Բաբաջանի, Ռախմայելովի։ Չէ, իհարկե, չէ, Արամ Խաչատրյան գիտեն, լավ գիտեն։ Բնական է Շոստակովիչ եւ Պրոկոֆիև ավելի գիտեն Եվրոպայում, բայց Արամ Խաչատրյանն էլ գիտեն եւ դա մեր յուրաքանչյուր հայ երաժշտի յուրաքանչյուրի պարտքն է պրոպագանդել, նվագել, օրինակ ես ունեմ մի շատ լավ ընկեր Լիոնել Ղամուս, դաշնակահար ֆրանսիացի, որը որ երբ Հայաստան էր եկել եւ Արնո Բաբաջանյանի, քանի որ ջանի, որ մշակել է Արնո Բաբաջան Սայաթնովայի, լսեց նոտաները խնդրեց ինձնից եւ ես տվեցի եւ ինքը նվագում է եւ շատ էլի ֆրանսիացիներ։ Վերջերս ես որ պրոֆեսիոնալ վիդեո եւ աուդիո մակարդակով իմ ռեպերտուարի մի մասը ձայնագրել եմ, շատ մարդիկ են ինձ գրում, ուզում են օրինակ Կոմիտաս Անդրեասյան նոտաներ, Կոմիտաս Սարաջանի մշակումները, Գեորգի Վարդևիչի, շատ մարդիկ են ինձնից խնդրում նոտաներ եւ ես սիրով տալիս եմ։ Եվրոպացի մարդիկ են նրանք, իդեպ ասեմ, հայեր չեն, որոնք որ գրում են, որ ցանկանայինք օրինակ ասենք Սարաջանի երկառանց խոսքի կամ Կոմիտաս Սարաջան ենթադրենք տոկատա, երկինքն ամպելա եւ այլն ստեղծագործությունները եւ ես սիրով փոխանցում եմ նոտաները եւ նաեւ շատ շնորհակալ եմ մեր հայ երաժիշտներին Անդրեասյանին, Սարաջանին, որոնք դաշնամուրի համար փոխադրումներ են արել, որի շնորհիվ մենք մեր մաքուր հայկական երաժշտությունը ներկայացնում ենք դաշնամուրով եւ նաեւ ուզում եմ առիթից օգտվելով բաց չթողնել եւ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որ իմ կողքին են միշտ եղել եւ ինձ օգնել են հորեղբորս Աշոտ Կարապետյանին, Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանին, պրոֆեսոր իմ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Քեչեկին, Զոհրաբ Փարեմուզյանին, իմ դասատուներին Կարինե Հակոբյանյանին, Ռուզաննա Ազիզյանին, Կարինե Դարփինյանին, հիմա Վասիլի Ալեգովիչին, Ռոլիչին, որը որ ինձ շատ օգնել է մինչ կոնցերտը օրկեստրի հետ նվագելը, միշտ միասին փորձում ենք, շատ ինձ օգնում է եւ ելի շատ ու շատ մարդկանց Սիլվային Ֆարմազյան, որ Գերմանիայից միշտ կապվում, խնդրում եմ ինքը կապվում է եւ նոտաները երբ պետք է ինձ թելադրում է։ Ձեր թույլտվությամբ Զոհրաբ Փարեմուզյանն էլ ավելացնենք ցուցակի մեջ։ Այո, կոմպոզիտոր դաշնակահար, միանշանակ։ Մի հարց կարող եմ ուղղել։ Լևոն ջան, ձեր երաժշտական ձևավորման վրա որքանով է ազդեցություն թողել ֆրանսիական երաժշտական դպրոցը։ Դե ես այնտեղ 2 տարի սովորել եմ Ակադեմիա Danse de la Musique ընդեղի ակադեմիայում Ստրասբուրգում եւ սովորել եմ Լորան Կաբասոյի մոտ դաշնակահար Ամիլինի եւ մի հրաշալի դաշնակահարի հետ ինձ ծանոթացրեց Լորան Կաբասոն Բեռնար Դասկոլի, որը Շոպենի կոնկուրսում տապնեկիր է, 3-րդ մրցանակակիր է եւ նրա մոտ էլ ես գնացի սովորեցի, մաստեր կլաս արեցի, ստաժ եւ այն հետն է թողել, որ հիմա այդ դպրոցները շատ խառնված են, իտալական, գերմանական, ռուսական, ավստրիական,
բայց այն հետքն է թողել, որ ֆրանսիացիները շատ սիրում են, որ ամեն նոտան երգ է, շանտ, ամեն նոտան այդ երգայինությունը, այդ ավելի երաժշտական նվագելը շատ բան ա տվել ինձ։ Այսպես կարող եմ ասել։ Բաբաջանյան, Ռախմանինով, Մոցարտ, Բախ են կոմպոզիտորներն են, որոնց դուք շատ սիրում ու լսում եք ու բազմիցս նշել եք, որ Բաբաջանյանն ու Ռախմանինովը շատ նման են իրար, չնայած որ Բաբաջանյանը երբ որ ծնվել է, Ռախմանինովը արդեն ցավոք սրտի մահացել է։ Այո։ Բայց նրանք այն կոմպոզիտորներն են, որ բոլոր ժամանակներում միշտ իրենց նմանացրել են։ Այս շատ հետաքրքիր է, այ կոմպոզիտորներից ո՞րն է ձեզ ավելի հարազատ կամ Բաբաջանյան Ռախմանինով թե այլ։ Չէ, ընդհանուր կոմպոզիտորների մեջ, եթե կարելի է այդպես նշել։ Դե հիմա Բեթհովեն եմ նվագում, Բեթհովեն շատ եմ սիրում, շատ հարազատ է։ Բախն եմ շատ սիրում։ Լիստ, Շոպեն, իսկ Շոպեն ավելի, լիստ էլ, բայց Շոպեն ավելի շատ, բայց երևի ինձ ավելի հոգեհարազատ է Բախ, Բեթհովեն, Ռախմանինով, Բաբաջանյան։ Շատ լավ։ Ես կուզեմ անդրադառնանք CD-ին, որը մեզ նվեր եք բերել, շնորհակալ ենք այս նվերի համար, մեզ եւ մեր Լույս Առավոտին եւ մեր TV-ին, վստահ եմ այս ձայնասկավառակը բազմիցս կունենա հնարավորություն մեզ պատկերելու լավ երաժշտություն։ Ինչպես միտքը ծնվեց գաղափարը եւ խոսենք ստեղծագործությունների մասին, որոնք ներառված են այստեղ։ Սիրով, ուրեմն ես CD-ին ես ձայնագրել եմ 2008 թվականին, դեռ երբ ուսանող էի։ Եվ շատ աշխատել եմ ստուդիայում մի քանի օր, այդտեղ կա ուրեմն Բախի երկու պրելյուդ ֆուգ, Սկարլացի երկու սոնատ, Բեթհովեն առաջին սոնատ, Բեթհովեն 32 վարիացիաներ, երկու Շոպեն էտյուդ, մեկ նոկտյուրն Շոպեն, Լիստ 13-րդ ռապսոդիա, Գրանադոս երկու պար իսպանական, Արնո Բաբաջանյան էլեգա եւ Խաչատրյան տոկատայով CD-ն վերջանում է։ Իդեպ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ձայնագրող եւ հիմա էլ իմ զվուկառեժիսորին, որի հետ ես զվուկաօպերատորին ներողություն, որի հետ ես համագործակցում եմ Սերգեյ Գասպարյանին եւ ռեժիսոր Կարեն Բաղինյանին, որովհետեւ մենք 23 թվականին Կոմիտաս Թանգարան ինստիտուտի դահլիճում իմ ռեպերտուարի մի մասը ձայնագրել ենք արդեն վիդեո եւ աուդիո տարբերակով եւ դա կա համացանցում։ Ես որոշեցի ինչի վիդեոյով անել եւ նաեւ աուդիոն պրոֆեսիոնալ, որ մարդիկ դնեն եւ պրոֆեսիոնալ ապարատով լսեն եւ նաեւ նայեն էկրանով, թե ինչպես եմ նվագում։ Ինձ թվում է դա մարդկանց համար շատ հետաքրքիր է, ովքեր երաժիշտ չեն, նայեն թե ինչպես եմ ես նվագում, այդ իսկ պատճառով իրենց ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը, որ իրենք էլ իմ կողքին են եւ միշտ Կարենը Բաղինյան եւ Սերգեյ Գասպարյանը օգնում են ինձ։ Միանշանակ, բացի ձայնասկավառակը, YouTube-ը եւ համացանց առասարակ շատ ավելի մեծ լսարան ունեցող հարթակ է, որտեղ հնարավոր է տարածել այն հրաշք, ֆանտաստիկ ելույթները, որոնք դուք ունեք։ Նաեւ ուզում եմ խոսենք 2026-ի մասին, գիտեմ, որ 2026-ին պլանավորում եք համերգ Երևանում, Ֆրանսիայում նաեւ տարբեր քաղաքներում պլանավորում եք համերգներ, եթե ինչքանով հաջողվի, ուզում եմ անպայման անեմ մեծ մենահամերգ եւ նաեւ եթե ստացվի սիմֆոնիկի հետ նվագեմ, ելի մի որևէ ուրիշ կոնցերտ, Մոցարտի 20-ը կամ Սենսանս 2-րդ կամ տեսնենք ինչ կընտրենք, դիրիժորների հետ էլ պետք է խոսեմ, անպայման այդ ծրագրերը ունեմ եւ նաեւ ելի ուզում եմ ձայնագրեմ իմ ռեպերտուարի մնացած մասը, որոնք դեռ ձայնագրված չեն ստեղծագործություններ, որոնք չկան եւ ես շատ կարևոր եմ համարում այդ ձայնագրությունները պրոֆեսիոնալ վիդեո եւ աուդիո մակարդակով, որպեսզի մարդիկ լսեն, որովհետեւ համերգները իհարկե շատ լավ է, ինչքան լինի, այնքան դա միայն հրաշալի է, բայց համերգից հետո որ մնա, որ մարդիկ լսեն եւ տարածվի եւ պրոպագանդվի դասական լավ երաժշտությունը, որը որ իրոք շատ պետք է, անգամ այսօր բժիշկներն էլ են ասում, հոգեբաններն էլ Ամերիկայում էլ խորհուրդ են տալիս, որ կես ժամ, եթե հնարավոր է ժամանակ կա, մարդիկ լսեն օրինակ Մոցարտի ստեղծագործությունը, սոնատները, դաշնամուրային կոնցերտները, օպերաները եւ այլն, որը շատ լավ ազդեցություն է թողում մարդու հոգեվիճակի վրա, ինչպես դեղը։ Այո։ Եվ ես վստահ եմ, որ հենց այդպես պետք է անել յուրաքանչյուր ծնողին կարելի խորհուրդ տալ տանը երեխաների համար, որովհետեւ մեջ գոնե
ձեր ասածպես 30 րոպե Ծանոթացնել այդ տիտանական ու իհարկե, հրաշալի երաժշտությանը, Դա այո։ շատ մեծ լավ հետք է թողնում զարգացման վրա եւ եթե նույնիսկ տան երեխան եթե չդառնա երաժիշտ, բայց տան ինչ որ մի երաժշտական գործիք երեխան սովորի, դա ընդհանուր զարգացման, ընդհանուր ինտելեկտի համար միայն օգուտ է, վնաս դրանից չկա։ Միանշանակ։ Լևոն ջան, քանի որ մեր եթերաժամանակը ցավոք սրտի սահմանափակ է, որպես վերջին խոսք, ինչ խորհուրդ կտաք ձեր ուղերձը մեր հեռուստադիտողին, եթե օրինակ այս բանը նրանք կյանքի դժվարին իրավիճակում են, ինչ անեն, ինչ խորհուրդ կտաք Եթե նրանց։ կյանքի դժվարին իրավիճակում են, փորձեն գտնեն լուծումներ այդ դժվարությունից դուրս գալու համար եւ չընկճվեն, շարունակեն ապրել, լսեն լավ երաժշտություն, որակյալ երաժշտություն եւ սիրով մեկ անգամ եւս հրավիրում եմ բոլորին ամսի 4-ին երեկոյան ժամը 19-ին Բեռայի եւ Վալետի թատրոն այս մեր համերգը ունկնդրելու, լսելու համար հաստատ մեծ բավականություն կստանան։ Շնորհակալ ենք շատ, ես Շնորհակալ մեկ ենք, անգամ հիշեցնենք մեր հեռուստայտողին, որ մեր հյուրն էր Ֆրանսիայից ժամանած դաշնակահար Լևոն Կարապետյանը ու հասցեն ժամը, օրը արդեն նշեցինք ու կարծում եմ գոնե այդ օրը կարելի է չգնալ ոչ միտեղ, թողեք ամեն ինչ համացանցը, թողեք սրճարանները, թողեք ռեստորանները, այլ գնացեք լավ երաժշտություն լսելու։ Չէ՞ որ ճիշտ են ասում, ինչ տալիս է արևը ծաղիկներին, նույնը երաժշտությունը տալիս է մարդկանց։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ Ես օր։ էլ եմ շնորհակալ հրավերի համար, ես էլ եմ ձեզ մաղթում լավ օր։ Շնորհակալ ենք։ Այս պայն ընդմիջում գովազդով մեր եթերում, ինչից հետո կընդունենք մեր հաջորդ հյուրերին, որտեղ կխոսենք կրկին շատ կարևոր, շատ սիրուն եւ յուրահատուկ թեմայի շուրջ։ Մնացեք մեզ հետ։